Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ ու շարունակում ենք մեր տոնական եթերը։ Ես այս ընթացքում արդեն կարծում եմ հասկանում եք ինչի մասին է խոսքը գնալու սիրելի հեռուստադիտողներ, ես այս օրերին ավելի եմ սիրում մեր խոհանոցային հատվածը մանր, որովհետև Անուշը կարծես յուրաքանչյուր անգամ փորձում է բաղադրատոմս առաջարկել, որը ավելի հարիր է մեր տոնական սեղանին, բայց պակաս համեղ չէ եւ իհարկե թվում է որ բարդ է, բայց բավականին հեշտ է պատրաստելը։ Այո, որովհետև մենք տաղավարում ամբողջ ընթացքին հետևում ենք, կարողանում ենք նաև տեսնել, թե ինչ գաղտնիքներով է համեմված այդ բաղադրատոմսը, որպեսզի ավելի արտահայտիչ լինեն համերը, բույրերը, բայց ի ուրախություն մեզ Անուշը շատ հաճախ մենակ չէ որ լինում է տաղավարում եւ իր խորհուրդները կիսում մեր հեռուստադիտողների հետ, այլ նաև նրան միանում են վարպետները, շեֆ-խոհարարները եւ այս անգամ այո, բացառություն չէ, կարծես թե այդ վարպետներից մեկը մեր տաղավարում է, խոսքը Արթուր Սահակյանի մասին է, շեֆ-խոհարար, որը միացել է Անուշին եւ երկուսով արդեն մեր խոհանոցում են բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարով եք եկել, մենք շատ ուրախ ենք, երբ հայտնվում եք մեր տաղավարում ու մանեն կարծես ձեր բաղադրիչներից մեկը այս ընթացքում գողացել է նրա ձեռքերում է։ Այո։ Ես առաջարկում դուք ավելի մանրամասնեք, թե ինչ եք պատրաստելու այսօր։ Մենք այսօր կպատրաստենք բադի կրծքամիս, որի համար մեզ անհրաժեշտ է բադի կրծքամիս, գինի, մեղր, չիչխան, նուռ եւ նարինջ եւ համունքներից արդեն ռոզմարին։ Հազրեվարդ։ Արտուրը ֆրանսիական խոհանոցի ֆրանսիական ուտեստը հայկականացրել է եւ բոլորիս համար ավելի մատչելի պարզ դարձրել ու կարող ենք մեր ամանորի սեղանի զարդը դարձնել այս ուտեստը։ Եվ ինչպես ենք պատրաստում Արտուր։ Առաջի հերթին արդեն Ես սկսեմ նարինջը կտրել։ Մեր բադի կրծքամիսը մենք այս հատվածները յուղով Կտրվածքներ ենք կանում։ Մենք չենք օգտագործելու տապակելուց ոչ մի տեսակի յուղային յուղ, ձիթայուղ, ոչ մի կարակ, ոչ մի բան։ Մենակ թանձրուկի ժամանակ մեզ անհրաժեշտ կգա մի փոքր արդեն կարակ ավելացնենք, քանի որ ինքը արդեն իր վրայի շերտի հատվածը լավ յուղոտ է, դրա հաշվին մենք ոչ մի բան չենք ավելացնելու, այլ օրակյալ գծեր ենք անում այսպես և տապակելու ենք։ Ֆրանսիացիները փաստորեն սիրում են ավելի շատ օգտագործել բադի միսը։ Այո, իրենց մոտ շատ օգտագործվում է բադը։ Մենք էլ ենք սիրում, բայց Հայաստանում էլ ենք օգտագործում, բայց այդքան չէ, ինչ իրենց մոտ են օգտագործում։ Բայց կարծես բադը ավանդական խոհանոցի որպես զարդ Չինաստանում եւս տարածված է, խոսքը պեկինյան բադի մասին է։ Հայտնի, այո, երբ նշում եմ, որ եթե գոնե մեկ անգամ ոտք ես դնում Չինաստան, պետք է պարտադիր փորձել պեկինյան բադը եւ իրականում դա այդպես է, որովհետեւ դա անմահական է։ Դու այս մեղարց փորձել ես։ Իհարկե, իրականում տեսքը բավականին տարօրինակ է, երբ հասկանում ես, թե որքանն է բադի միսը եւ որ հատվածն է այդ յուղային շերտը, որը պետք է ուտել, սկզբում ասում ես, չէ, ավելի լավ է ես չփորձեմ, բայց գայթակղությանը դիմանալ երկար չի լինում եւ դա անմահական է իսկապես։ Ես գիտեմ, որ շատ երկար է նաեւ պատրաստվում, չէ՞, կարծեմ բավական տևական ժամանակ է պետք որ այն պատրաստվի, այո։ Բայց իհարկե հետո ուտելու տարբերակներ է բավականին հետաքրքիր, որովհետեւ մատուցվում է հատուկ թխված լոշիկներով, տեղում դու պետք է պատրաստես այդ ռոլը բադի մսով։ Մի խոսքով դա անմահական է։ Բայց ես վստահ եմ, որ այս տարբերակը եւս ֆանտաստիկ է լինելու, որը փորձելու ենք մեր տաղավարում ամանորի բույրերով հագեցած հազրեվարդը, նարինջը, ամբողջացնում ենք կարծես ամանորը։ Մենք արդեն տապակում ենք բադի, նայեք ինչ գեղեցիկ տեսք է ստանում, բայց մի փոքր էլ ենք թողում, որ ինքը արդեն յուղային հատվածին բավականին շատ է։ Եվ այստեղ կեղևը նարնջի հանեցինք։ Տեսեք ինչ վարպետությամբ բարակ կտրտեց։ Մեզ հարկավոր է բարակ ենք անում, որ դառնություն չունենա, որովհետև հաստ այսպես կտրվելու դեպքում ինքը դառնությունը ավելի արտահայտիչ է զգացվում համը, քան արդեն բարակ կտրատելու ժամանակ։ Մենք արդեն հեքում ենք, մեր մոտ արդեն համնված է աղ, պղպեղ եւ ռոզմարին, բայց հազրեվարդ։ Հազրեվարդ, գեղեցիկ անում է, օգտագործենք։ Հիշելը բարդ է։ Մենք Անուշի միջոցով միշտ բացահայտում ենք
գեղեցիկ հայերեն բառերը, որոնցով Դե պետք է կամ որ մի անվանենք։ քիչ տարօրինակ է լինում, բայց հազրեվացը շատ գեղեցիկ։ Գրգռակաղամ, ճիշտ եմ հիշում, այդ Գանգրակաղամ։ Գանգրակաղամ։ Գանգրակաղամը։ Քեյլ։ Քեյլն է։ Գանգրակաղամ Ապրես։ եւ հազրեվաց։ Նույն Բայց եւս մեկը կար։ սագախոտ, քինուան։ Քինուան։ Հա, չէ, դա չէ։ Դա չէ իր հանդիպել։ Չիան եղեսպակը։ Այդա։ Չի է։ Ինչպես? Նորից Եղեսպակ, եղեսպակ։ Եղեսպակ։ Իրականում լավ է, որ աստիճանաբար մարդկանց մեջ մտնում է այդ բառերը հայկական եւ սովորական է դառնում, արդեն ճանաչում են։ Մեր փայլաթիթեղը պատրաստենք, որ մենք տապակում ենք եւ փայլաթիթեղի մեջ դնում ենք մոտ մի 5-10 րոպե թողում ենք, որ հանգստանա։ Շատ մարդիկ կասեն հում են ուտում, բայց սա հում չի, մենք ուղղակիորեն մեջտեղի հատվածը ինքը լինելու է ռոզվի ավելի, ինքը վարդագույն։ Ալդենտե, այսպես ասած։ Թե դա Չէ, ալդենտեն ուրիշ բան է։ ավելի շատ մակարոնային է, բանջարեղենին մակարոն։ Մսին ալդենտե չի լինում, ինքը մեջում եղանակներն են։ Այո, ճիշտ է։ Մեջում վել, ռեր, տարբեր տեսակներն է։ Սա ավելի շատ մեջում ռեր է լինելու, ինքը մեջտեղի հատվածը ինքը լավ գեղեցիկ ռոզվի է լինելու։ Վարդագույն։ Իսկ ինչու ենք հենց փայլաթիթեղի վրա դնում։ Այլ ոչ ուղակի ափսեի մեջ։ Փայլաթիթեղը, որովհետև մենք փակելու ենք այսպես։ Ընդհանրապես ստեյքները բոլոր տեսակի ստեյքները պետք է տապակելուց հետո թողենք հանգստանա, որ համը ավելի արտահայտիչ լինի եւ համեղ։ Հիմա արդեն մենք ունենք բավականին չափի յուղ, որ նայեք այսքան ամբողջը ինչքան է։ Այո։ Հիմա մեզ ինչ է։ Հիշեցնենք, որ մենք չավելացրեցինք ոչ կարակ, ոչ յուղ, ուղղակի Հիմա մենք ավելացնում ենք։ յուղայնությունն էր շատ։ Նուրը։ Նուր։ Վեր տապակած նուր չէինք տեսել։ Արտուր, ինչ հետաքրքիր գաղտնիքներ ես այստեղ բացահայտում եւ Շատ չենք տապակում, հնարավոր ավելացնում ենք։ գինի, կարմիր գինի է այստեղ, Ավելացնում ենք կեղևը։ գեղևը։ Ովքեր ասես ինչ համեղ է լինելու Այո։ մաներից անհամբեր են, որովհետև բույրը հասել է այստեղ։ Ուզում եի նաև հարցնել, թե որ խաղողի սորտից է գինին պատրաստված, որովհետև չէ, չոր։ Կարծում եմ չոր է, չէ։ Այո, չոր է։ Օգտագործում Այո, ենք չոր։ չոր։ Բայց նաև խաղողի տեսակն է ինձ թվում է կարևոր, որովհետև մենք ունենք տեղական այնպիսի սորտեր, որոնք այդ պղպեղի արտահայտիչ համն ունեն իրենց մեջ եւ այս դեպքում հետաքրքիր կլինի նուրը կարմիր գինով բադի կրծքամսի հետ Եվ նարնջի կեղևի հետ մասի։ Մենք մոռացել ենք չիչխանի մասին, Մեղր ենք ավելացնելու։ Մեղր։ Այսինքն կծու, թթու, բույրը։ ամեն տեսակի համեր այստեղ ստացան, քաղցր։ Սա պետք է գրի առնել։ Անպայման ինձ թվում է մեր հեռուստադիտողները կօգտագործեն։ Այ բադի փոխարեն կարող ենք ուրիշ միս օգտագործել, բնականաբար, չէ։ Կարող են Այս օգտագործել, թանձրուկի բայց հետ։ թանձրուկը ավելի շատ համապատասխանում է բադին, այս քաղցրությունը, թթվաշությունը։ Ամեն ինչը ավելի շատ համապատասխանում է բադին։ Այսա կսկսի արդեն եռալ, որ հենց մի փոքր արդեն կհասկանանք, որ արդեն ձգացել է, կավելացնենք չիչխանը, քանի որ չիչխանը ավելի շուտ է լղկվում, չենք թողում շատ լղկվի, այնքանով որ համն ու հոտը տա եւ վերջում կավելացնենք արդեն սերուցքային կարագը։ Իսկ նարինջը ավելացնում եք Նարինջը արդեն զարդարել զարդարելով։ Կեղևը թաղանթը նույնպես հանենք, որպեսզի գեղեցիկ լինի։ Հիմա թողում ենք ինքը արդեն եփվի վերջնական։ Ես մատուցման ափսեն Մատուցման ափսեն կարող ես։ տեղափոխեմ, կենտրոն։ Հարկավոր չի։ Հիմա մենք պետք է բարակ կտրատենք եւ գեղեցիկ շարենք արդեն դասավորենք մեր ափսեի մեջ։ Ես պատկերացնում եմ, թե որքան համեղ է ստացվելու վերջում։ Բույրը արդեն հասել է մեզ։ Եվ գցում ենք կարագ։
Եվս մեկ անգամ հիշեցնելու համար հեռուստադիտողներին, բադի միսը նախնական որևէ մշակում չէր անցել, չէ՞, բացի աղ-պղպեղ ստանդարտ այդ համեմունքներից, որ կարող ենք համեմել յուրաքանչյուրս։ Ու թավայում էլ որևէ այլ բան չկար, այսինքն չկար ձիթայուղ, չկար կարագ, որևէ բան չկար։ Եվ մի փոքր հազրեվարդ էինք ավելացրել։ Դա արդեն համեմելուց մենք ավելացրել ենք։ Ինչ գեղեցիկ է լինելու, այո, վարդագույն միսը ֆանտաստիկ է։ Մենք միջև մեր թանձրուկը արդեն պատրաստ։ Այս օրերին բոլորը մտածում են Արտուր, թե ինչպես զարմացնեն իրենց հյուրերին եւ մի քիչ տարբերվող ուտեստներ պատրաստեն։ Ինձ թվում է սա շատ լավ տարբերակ է, որպեսզի մեր հեռուստադիտողները գրի առնեն ու հիացնեն իրենց հյուրերին։ Ու պիտի անկեղծ լինենք, որ բավականին հեշտ է անուշ, Այո։ վստահ եմ, որ նաև իհարկե մատուցումը շատ տպավորիչ է լինելու եւ շատ գեղեցիկ է զարդարված լինելու, բայց միևնույն ժամանակ ընդամենը 10 րոպե եւ կարծես թե ամեն ինչ պատրաստ է։ Բաղադրիչները շատ չեն։ Կարելի է ուղղակի թարմ միսը պահել Այո։ սառցախցիկում եւ հենց հյուրերը գալիս են անմիջապես հանել ու տապակել։ Իդեպ ես հաճախ սառցախցիկում ունեմ այդպես նույնիսկ անուններով գրված, օրինակ ֆրանսիական ուտեստ այս դեպքում, եթե անունը կդնեի եւ մի քանի այսպես կտոր միսը առանձին տեղավորում եմ եւ գրում եմ վրան, թե դա որ ուտեստի համար է կամ որ աղցանի համար է։ Եվ այդպես շատ հեշտ է լինում, հանում ես էլ միանգամից դնում ես տապակելու, ոչ թե հալվի նոր։ Դասավորենք։ Քանի որ մենք ընդհանուր թանձրուկը մեր պատրաստած ընդհանուր վրան ենք լցնելու, դրա համար sense խառը դասավորում ենք տարբեր տեղեր։ Եվ կարծես թե թանձրուկն էլ արդեն պատրաստ է։ Մնում է արդեն մատուցել, Այո։ Եվ համտեսել ամենակարևորը։ ապրես։ Կարծես թե ժամանակի մեջ տեղավորվեցի։ Տեղավորվում Եվ ենք։ Ամեն ինչ անում ենք, որ ժամանակի մեջ տեղավորվենք։ Ամենադժվար գործը դա ժամանակի մեջ տեղավորվելն է։ Քանի որ ուտեստներ կա, որ շատ համեղ են, շատ գեղեցիկ են, բայց մի քիչ երկար են պատրաստվում, իսկ քանի որ մենք չենք կարող այս երկար սպասել եւ Բայց հեռուստադիտողները տանը պատրաստելիս կարող են սպասել մի փոքր թանձրանա, իսկ մենք այդպես արդեն կմատուցենք, գթալի ես փոխանցեմ։ Մեկ ինչ տեսքը արդեն Այո։ Ֆանտաստիկ։ Բույրը եւս իդեպ, մենք այստեղից զգում ենք ամեն բաղադրիչ կարծես թե։ Հրաշալի է ուղղակի։ Բոլոր ուտեստների աղցանների համի ամենակարևոր գաղտնիքը այս թանձրուկի մեջ է։ այո, ամեն ինչը։ Եվ շեֆ խոհարարներն ամեն անգամ մեզ զարմացնում են ու շատ ուրախ ենք, որ բոլոր, այսպես բացահայտում եք բոլոր գաղտնիքները Արտուր եւ այսպես տեղավորենք նարինջը։ Քանի հատ է կարող ենք ոնց է Հազրեվարդը։ Հազրեվարդը սեղանի զարդը։ Ահա։ Եվ վերջ, պատրաստ է, մնում է մեզ ասել անուշ լինի, շնորհակալություն Արտուր։ Մենք էլ ձեզ ենք շնորհակալություն ասում, որովհետև ֆանտաստիկ աշխատանք եք կատարել։ Ես կարծում եմ, որ մենք շատ արագ Մանեի հետ միասին կհայտնվենք մեր խոհանոցային հատվածում, որպեսզի տեսնենք, թե ինչ ստացվեց